Նինոսմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղում անցկացվեցին սեղանի թենիսի ազատության օրերին նվիրված խաղերը, որին մասնակցում էին 6 դպրոցներ մունիցիպալիտետի տարբեր գյուղերից։ Խաղերն անցան ընկերական միջավայրում։ Նախ ասեմ, որ սա Վրաստանի ազատ խաղերի անցկացում է, ամբողջ հանրապետությունով մեկ նմանատիպ մրցումներն անցկացնում են։ Իհարկե սա շարունակություն չունի, այսինքն ռեգիոնալ հանդիպումներ չկան, քանի որ սա նվիրված է այս միջոցառումները Վրաստանի անկախության եւ ազատության օրերի կապակցությամբ ապրիլի 9-ի եւ մայիսի 26-ին։ Յուրաքանչյուր տարի անցկացնում ենք նմանատիպ միջոցառումներ, սա ոչ թե միայն հանրապետությունում է, այլև ամբողջ աշխարհում է։ Նայած թե տվյալ երկիրը ինչպիսի միջոցառում է անցկացնում իր երկրի ազատության եւ անկախության օրվա կապակցությամբ։ Մենք սպորտային ենք, վերցրել ենք սպորտայինը, ազատ է նրա համար, որ կարող ենք մենք ինքներս ինչ որ մի ձև անցկացնենք, մրցումի ձև, միջոցառման ձև, դա կախված է մեզանից։ Մենք նախատեսել ենք 6-7 մարզաձևեր, միջոցառումները շարունակվել են մինչև մայիսի վերջ, արդեն մենք գրաֆիկ ունենք, տեղեկացված են բոլոր դպրոցները, իդեպ սա տարիքային սահմանափակում է 2011-12-13 թվականի երեխաների համար է, իմ սուբյեկտիվ կարծիքն է, երևի թե այս տարի արդեն դպրոցական օլիմպիական մրցումները անցկացվեն այս տարիքային սահմաններում, քանի որ մինչև այժմ 2008, 9, 10-ն էր, իսկ սա նախատեսված է արդեն 11-12, եթե դա դրանից է բխում, որովհետև այդ տարիքային սահմանն է վերցված, ավելի լավ է, քանի որ արդեն այն տարիքային մեծ են, արդեն պետք է հաջորդից սկսենք։ Խաղերի արդյունքում եղան հաղթողներ, պարտվողներ, լավագույն խաղացողներ, բայց այնուամենայնիվ մարզիչները գոհ էին իրենց երեխաների ցուցաբերած խաղից, կային այնպիսիք, ովքեր շատ կարճ ժամանակահատվածում էին կարողացել հասնել լավագույն խաղացողի աստիճանի։ Նախ եւ առաջ ողջունում եմ բոլորին, հարգարժան սիրելի սպորտասեր հասարակություն։ Այսօր մենք մասնակցեցինք Նինոսմինդա շրջանի Օրոջալար գյուղում սեղանի թենիսի մրցաշարին նվիրված ազատության օրերին։ Պետք է նաև շեշտեմ, որ նման առաջնություններին մենք հաճախ ենք մասնակցում, պետք է նաև շեշտեմ այն մասին, որ գյուղում սեղանի թենիսը նոր զարթոնք է ապրում եւ դրական դինամիկա է արդեն նկատվում, մասնավորապես գյուղում զարգացած է ֆուտբոլը, վոլեյբոլը, բայց այս վերջի 2-3 տարիների ընթացքում բացառություն չի կազմում նաև սեղանի թենիսը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև կազմակերպիչներին հրավերի համար։ Այսօր մեր Թորիա գյուղը մասնակցեց 6 աշակերտով եւ ունեցանք աչքի ընկնող թենիսիստներով, բայց չունեցանք պարգևատրումներ առաջի երկրորդ տեղի համար, հուսանք, որ սա մեզ համար դաս կլինի, ունենք դեռ աշխատելու տեղ, որպեսզի երկար աշխատելու շնորհիվ մենք պետք է հասնենք միանշանակ հաջողությունների։ 6 աշակերտ էին, որը որ 6-ն էլ հրաշալի կերպով մասնակցեցին եւ որից 4-ը ունեցան աչքի ընկան իրենց գեղեցիկ եւ հրաշալի խաղով։ Sergey Bedrosyan, Canibek Antonyan, Seyyan Koşigyan, Baloyan Sergey, Aşkերներ վարման, և Սողոյան վաչագար։ Ինչպես նշեց փորձառու մարզիչ Աշոտ Սողոյանը, այս տարի ցավոք սեղանի թենիսի մարզարշավին մասնակցում էին թվով քիչ դպրոցներ, բայց այնուամենայնիվ մարզիչը գոհ էր արդյունքից։ Մրցանակային տեղում Օրոջալարի հանրային դպրոցներ։ Այսօր սեղանի թենիսի մրցումներին անցկացվեց Օրոջալարի հանրային դպրոցում
մասնակցում էին 5-ից 6 դպրոցներ, ցավոք սրտի քանակը այս անգամ քիչ էր։ Հիմնականում հաղթանակի հասավ Ռոջալայի հանրային դպրոցը, երկրորդ տեղն էր Թորայի դպրոցը, իսկ երրորդում 3-4 տեղը գրավեցին Սատկայի եւ Հեշտիայի երկրորդ դպրոցը։ Մասնակիցներից աչքի ընկան աղջիկներից Կարինե եւ Մարինե Հանեսյանները, Վարդուհի եւ Նարե Էլոյանները, որոնց շնորհիվ Ռոջալայի հանրային դպրոցը գրավեց թիմային հաշվարկով առաջի տեղ։ Տղաներից աչքի ընկա Նիգողոս Չոբանյանը, Բաչական Սողայանը։ Հետագայում այս ամսվա վերջերին, ավելի ճիշտ մայիսի սկզբին, 2-ին եւ 3-ին անցկացվում է Ռոջալարի գավաթը, որի ժամանակ էլ կխաղարկվեն այս տեղեր 2014-ից 13 թվականի թենիսիստները կմասնակցեն Թբիլիսիում կայանալիք Ղոբերիձեի մրցումին, որը տեղի կունենա 15-16 մայիսի։ Ազատ խաղերի մրցաշարը կշարունակվի մինչև մայիսի 26-ը, չնայած ինչպես նշեց սպորտի բաժնի պետը, այս խաղերը չունեն շարունակություն, այնուամենայնիվ մեր երեխաների ոգևորությունը շատ մեծ է։